Բարի օր գործարար ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ձեզ հիշեցնում եմ, որ դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, թվային հարթակներով եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդաշարերը։ Թարմ ուղեղով այսօրվա իմ զրուցակիցը Ազգային ժողովի նախկին փոխնախագահ հանրապետական Էդուարդ Շարմազանովն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն պարոն Շարմազանով, որ այսօր մեր տաղավարում եք։ Մի տվյալ ընթերցեմ, հետո փորձենք վերլուծել դա։ Արցախից բռնի տեղահանված 26233 անձ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որից 16919 չափահասներ, 8314-ը անչափահասներ։ Մոտ 7000-ի դիմումները մշակման փուլում են։ Ես հիշում եմ, երբ այս հարցը բարձրացվեց, բավականին քննադատություններ կային, հատկապես արցախցիները նշում էին, որ չպիտի այս քայլին գնալ, որովհետև բռնի տեղահանման հարցը կարծես թե ջնջվում է պատմության էջերից ու խնդիր ենք ունենում մենք այդ մասով։ Ընդդիմությունն էլ իհարկե քննադատում էր, բայց նաև քննադատություն կար այն մասով, որ իշխանությունը սա միտումնավոր է անում, որպեսզի Արցախի հարցը այս մասով էլ փակվի։ Այս թվերը ինչ են հուշում առհասարակ եւ ինչ խնդիրների մենք կարող ենք հանդիպել հետագայում, այն խնդիրները, որի մասին այդքան երկար ժամանակ խոսվում էր, արդյոք մոտենում ենք մենք դրան։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Երկրորդ, Արցախի հարցի փակման մասին իշխանությունը երբեք չի թաքցրել, որ իր համար Արցախի հարցը վաղուց փակված է եւ Արցախի հարցը լուծված է, վերջերս Նիկոլ Փաշինյանն էլ դրա մասին խոսեց։ Եվ ես կարծում եմ, իշխանությունները ամեն ինչ շատ ուղիղ են ասում եւ ուղիղ են անում են Ադրբեջանի հրահանգով եւ նրանց համար իրոք Արցախի էջը փակված է։ Այստեղ մի վտանգավոր բան կա, կամ ոչ պոզիտիվ բան կա, որ այդքան մարդ, որ ստացել է այդ քաղաքացիությունը, միգուցե նրանք այլևս հույս չեն կապում, որ կարող են վերադառնալ Արցախ, կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում Արցախ վերադարձը այդ 26000 մարդիկ եւ նրանց ընտանիքները այլևս ռեալ չեն համարում։ Կներեք, բայց ես էլ ռեալ չեմ համարում այսօր, ես կարող եմ ոչ պոպուլյար բան ասեմ, բայց Նիկոլ Առաջիկա քանի տարին։ Քանի դեռ աշխարհակաղակական իրավիճակը այսպիսին է եւ ռեգիոնալ իրավիճակն է այսպիսին։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է, որի համար Արցախի էջը փակված է եւ հարցն էլ լուծված է, քանի դեռ Իլհամ Ալիևը եւ նրա վարչակարգը Ադրբեջանում են եւ քանի դեռ միջազգային հանրությունը լուր հետևում էր Արցախի հայաթափմանն ու էթնիկ զտմանը։ 4-րդ տարբերակն է մնում Հայաստանի ուժեղացումը, ռազմական, անվտանգային, տնտեսական, դա է տասնամյակների հարց է։ Մեղադրենք ասեմ եւ 4-րդը, քանի դեռ ընդդիմությունը լուրջ քայլեր չի ձեռնարկում։ Խնդիր չեմ տեսնում մեղադրելու, մեզ այնքան մահաց մեղքերի մեջ եմ մեղադրել, որ մի հատ ավել, մի հատ պակաս, ես այդպես խնդրեմ չունեմ, թող բոլոր մեղքերը իմ մեջից մեղադրեն, բայց նոր առաջարկություններ անեն։ Ընդդիմության փաստաբանը չեմ ես, բայց ես կարող եմ ասել, որ կա ռեսուրս։ Մեր մասով ռեսուրսների խնդիր կա, մեր մասով ինչ։ Մեր մասով ես ասեցի, ասինքն եթե ես վաղը դառնամ վարչապետ, խափեմ, ասեմ մյուս օրը վերադարձի հարցը լուծելու եմ, դուք ինձ լուրջ մարդ կհամարեք։ Ես ինձ լուրջ մարդ եմ համարում, իմ խոսքի արժեքը գիտեմ, հետեւաբար նման էմոցիոնալ եւ պոպուլիստական հայտարարություններ չեմ անում։ Լիքը ընդդիմության մեջ պոպուլիստներ կան, թող ասեն, նաև իշխանության մեջ կան պոպուլիստներ, թող ասեն։ Ես գտնում եմ, որ Արցախի վերադարձի էջը պետք է բաց պահել, Արցախի խնդրի էջը պետք է բաց պահել, բայց չպետք է ակնկալել, որ շատ կարճ ժամանակահատվածում կամ առաջիկա տարվա կամ տարիների ընթացքում, եթե աշխարհակաղակական իրավիճակը մնա նույնը եւ ռեգիոնալ իրավիճակը մնա նույնը, մենք կարող ենք հասնել այդ խնդրին։ Ես մեկ առումով ասել եմ։ Ինչ եք հասկանում, այսինքն անընդհատ խոսել դրա մասին, Մինսկի խումբն էլ լուծարվեց, որը այն հարթակներից։ Տեսեք, Մոնիկա ջան, կան թեզեր, կան գաղափարներ, կան նպատակներ, որոնք անկախ ամեն ինչից մարդ իր արժեքային համակարգից ելնելով պետք է ասի։ Տեսեք, ես որպես պատմաբան մոտենամ այս հարցին։ Եղել են փուլեր, երբ որ Հայաստանը անկախ չի եղել, բայց այդ փուլերի ընթացքում ծնվել են գործիչներ, որոնք պայքարել են անկախության համար։ Ու ես կարող եմ ասել, որ օտար լծերի դեմ ապստամբությունները 90%-ը հաջողության չեն հասել, բայց այն 10%-ը, որ հասել են նրա շնորհիվ, որ իրանցից առաջ այդ 90%-ը պայքարել են անկախության գաղափարի համար։ Դուք օրինակ 428-ին, երբ որ Արշակույնների թագավորությունը կործանվեց,
Եթե անկախության ջահը վառ չմնար, հայկական թագավորության վերականգնման ջահը վառ չմնար, այդ գաղափարի համար պայքարողներ չլինեին, 885 թվականին Բագրատունյաց թագավորություն չէր լինի։ Եվ այդպես շարունակ, եթե Կիլիկիայի հայկական թագավորության կործանումից հետո հայոց պետականության վերականգնման ջահը, անկախության անհրաժեշտության ջահը վառ չմնար, լիներ դա, չգիտեմ էլի, կաթողիկոսների միջոցով, Հակոբ Ջուղայեցի բանի միջոցով, Իսրայել օրու միջոցով, Հովսեփ Էմինի, Շահամիր Շահամիրյանի, Ռաֆայել Պատկանյանի, հա, որ վարդապետան Հայաստանի ազատագրության գրեց, այնուհետև մեր ազգային կուսակցությունների 18 թվականի Սարդարապատ չէր լինի։ Եթե այդ անկախության ջահը չլիներ 60-ական թվականներին, երբ որ կար ազգային շարժում, նույն Պարույր Հարիկյան, Աշոտ Նավասարյան, Անդրանիկ Մարկայան, Ազատ Արշակյան, շատ են այդ մարդիկ, եթե նրանց պայքարը չլիներ անկախության համար, 88-ի շարժումը, որը Ղարաբաղյան շարժում էր, չէր կարող վերածվել անկախության համար շարժման։ Այդ իմաստով ես գտնում եմ, որ մենք իրավունք չունենք շեղվել անկախության հռչակագրի թեզերից, որովհետև դա դավաճանություն կլինի եւ Եռաբլուրի եւ առհասարակ անկախ պետականության իդեալների նկատմամբ, բայց նույնիսկ ունենալով այդ իդեալները մենք պետք է գիտակցենք մի բան. այսօր Հայաստանի Հանրապետության թիվ 1 խնդիրը եղածը պահելն է։ Մենք գուցե սա չենք գիտակցում, սա դառը ճշմարտություն է։ Մենք իհարկե պետք է ունենանք։ Դե դա Նիկոլ Փաշինյանի թեզն է, բան շարունակել։ Նիկոլ Փաշինյանի թեզը չի, Նիկոլ Փաշինյանն է դրան հասցրել, Մոնիկա ջան, իմ եւ Նիկոլ Փաշինյանի տարբերությունը մի բան է, շատ է, բայց մի շատ կարեւոր բան կա։ Դե ինքն չէ ասում, այսքան տարածքի մեջ սահմանափակվենք, փորձենք այսքանը պահել։ Բայց Նիկոլ Փաշինյանն է տարածքները փոքրացել, ոչ թե Էդվարդ Շարմազանովը, դա շատ կարեւոր էական տարբերություն է, էլի։ Էական Նիկոլ Փաշինյանն է 12000-ից Արցախը մատաղարել, 150,000 արցախահայերին էլ էթնիկ զտման ենթարկել կամ լուր եղել կամ ոչ մի բան չի արել։ Նիկոլ Փաշինյանի հակապետական ու հակազգային քաղաքականության արդյունքում է նույնիսկ Լավրովյան կոչվող պլանը այսօր երազանք թվում։ Նիկոլ Փաշինյանի ապաշտուն ու հակապետական քաղաքականության արդյունքում է նաև, որ Բաքվի բանտերում գտնում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Էդուարդ Շարմազանովի ազգային ժողովի փոխնախագահ եղած ժամանակ Հայաստան 240 քառակուսի կիլոմետրը ադրբեջանցիք չեն օկուպացրել, Գորիսից Կապան ճանապարհն էլ առանց դելիմիտացիայի չի տվել, Տավուշի 4 գյուղերն էլ դելիմիտացիայի անվան տակ չի տվել, 4 սրբազաններ դատապարտված չեն եղել, ոչ էլ ես կանգնել ասել եմ իրանման մեր պետությունն ինչ կապ ունի Արարատի հետ։ Իսկ սա էական տարբերություն կա։ Ավելի պարզ բան ասեմ, հա, տեսեք, ոնց որ մի վիրաբույժ սխալ վիրահատություն անի, այդ վիրահատության արդյունքում մարդու ոտքերը երկուսն էլ կտրվեն, չլինի կանգնի ասի հաջորդ վիրաբույժից, օրինակ օպոզիցիայից, պահանջի, որ այդ ոտերը պետք է նորից աճեն։ Ոտերը չեն կարող աճեն։ Ամենալավագույն դեպքում դու պետք է պրոթեզներ դնես։ Բայց ոտը կտրող ասի, պրոթեզ պետք է դնենք։ Այն մյուս բժիշկն էլ ասի, իհարկե պրոթեզ պետք է դնենք, ասենք դե նույն բանն եք ասում, բայց ոտը կտրողը բարոյական իրավունք ունի, ասի, ոտը կտրողը պետք է դատվի վատ վիրահատության եւ մարդու ոտքերից զրկելու համար։ Հիմա Նիկոլ Փաշինյանը 5000 զոհը իր վզով է։ Սա մենք մոռանում ենք։ 5000 զոհ դա դառել է ստատիստիկա, ու իրանք դա էլ է նպատակային, որ իրանք կանոն ազգանունները չեն հրապարակում։ Ես մարտի 1-ի զոհերի հետ կապված խորը ցավում եմ, բայց իրանք 5000 հայերի անուններ են ասում։ Բայց 5000 զոհերի նահատակների անունները հրապարակեք, բայց անուններ են, չէ՞, դրանք 5000 ճակատագիր, 5000 ընտանիք, 5000 ճերակամարվել, 5000 տղաների մեծ մասը ամուսնացած չեն եղել։ Առնվազն 10,000, 15,000 երեխա չի ծնվել։ Այդքան ընտանիք չի ձևավորվել։ Բա ասում եք նույն բանը, ո՞նց է։ Ինքն է, եթե մարդ կանգնում ասում է Մոնիկա ջան, ասում է արդյունքը նույնը կլներ առանց զոհերի։ Դրանից ենկում ինքնախոստովանական ցուցմունք ինձ մարտության քաղաքական պատմության մեջ որևէ քաղաքական ղեկավար չի արել։ Ամեն դեպքում համամիտ չեք, որ բոլոր դեպքերում տարածքների հանձնումը չէր ներվելու։ Անկամ դա ձեզ չի ներվել, հանձնում չէ 40 քառորյան երբ հիշում ենք, դա ձեզ չներվեց ու դրա համար եղավ նաև 18 թվականի իրադարձությունները։ Ներողություն եմ խնդրում։ Դրա համար չեղավ։ Ես 18 թվականի մասին շատ եմ խոսել, ես ունեմ իմ կարծիքը, մարդիկ ունեն իրենց կարծիքը 18 թվականի հեղափոխությունը, դա դասական գունավոր հեղափոխություններ, իհարկե հաշվի էին առնել ժողովրդի նաև արդար դժգոհությունները։
Կա երկիր, որտեղ մոտ 50% բնակչությունը դժգոհ չի իշխող ղեկավարները։ Չկա դες բան, ամենաժողովրդավարական, այսօր Միացյալ Նահանգների քանի տոկոսն է ծափարում Տրամպին։ Ամենաժողովրդավարական երկրի համարում ունեցող պետությունն է։ Այսինքն բոլոր երկրներում էլ կան, պարզապես Միացյալ Նահանգներում Ամերիկայի դեսպանատուն չկա, էլի։ Այդ ինչ գալիս է, այսինքն խնդիրը չէր գնում է տարածքների տալու, խնդիրը գնում էր փոխզիջումների արդյունքում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, այնուհետև հանրաքվեով վերջնական կարգավիճակ հասնելու մասին։ Եվ առնվազն մենք եւ բոլոր խելամիտ մարդիկ հասկանում են, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների միջոցով։ Դա ակնհայտ էր։ Եվ մեր եւ Նիկոլ Փաշինյանի, ասիկա մինչև 20 թվականի Նիկոլ Փաշինյանի միջև տարբերությունը ո՞րն է։ Մենք հանրապետականներից ինչի մեջ ենք նրա մեղադրում, որ կերծ հայնասիրական, կերծ սուպեր բան ոչ մի թիզական ելույթներ էր ունենում Արցախը Հայաստանը եւ վերջ իսկ ով է ասում որ Արցախը գերտերություն չի որ նա զրոյական կետից էր սկսում պատճառը այն էր որ իմ տպավորությամբ ինքը 18 թվականին բերվել էր փոխելու ամբողջ երրորդ հանրապետության էությունը բովանդակությունը իսկ դա առանց Արցախի հանձնելու հնարավոր չէր որովհետեւ աշխարհաքաղաքական կենտրոնների չեմ բացառում նաև թուրքերի, չեմ բացառում, ինչու որտեվ եթե հիշում եք, գիտեք, ես ասեցի աշխարհաքաղաքական կենտրոնների։ Ես ասեցի աշխարհաքաղաքական կենտրոնների, իմ տպավորությամբ առաջին շահառուները եղել են ՆԱՏՕ-ա, թուրքական կամ գլոբալիստական թուրքական ուժերը, բայց ես չեմ բացառում, որ Ռուսաստանում էլ եղել շրջանակներ, որոնք չեմ բացառել նրա լինելը։ Բայց առաջին հերթին գունավոր հեղափոխությունները Ռուսաստանը ոչ թե լավ կամ վատ, Ռուսաստանը իր արսենալում փափուկ ուժ, soft power իրականացնելու հաջող փորձեր չունի։ Եթե նույնիսկ ուզում անի, իր մոտ դա չի ստացվում, էլ Ռուսաստանի ուժը այլ բան է։ Իսկ գունավոր հեղափոխությունները դա արևմուտքի մենաշնորհն է կամ գլոբալիստական ուժերի մենաշնորհն է, եւ չմոռանանք, որ սեպտեմբերին 18 թվականին Միացյալ Նահանգների նախագահի արտաքին անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնն ասաց, որ հայ ժողովուրդը պետք է Հայաստանը պետք է հրաժարվի ազգային գաղափարներից։ Այդ գաղափարների մեջ ես տեսա առաջինը Արցախի հանձնումը պետք է լիներ եւ երրորդ հանրապետության վերաձևավորումը դեպի չորրորդ հանրապետություն, որովհետեւ երրորդ հանրապետությունը ինչքան էլ մենք փառաբանենք, իսկ դա փառաբանելու էր, որովհետեւ մեր անկախությունն է ու հենց ազգային ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հանրապետությունն էր բոլոր խնդիրներով հանդերձ ինքը չէր ամեն դեպքում արևմտյան կարծում եմ որոշ շրջանակների մոտ համարվում էր նաև խորհրդային միության մնացուկ կամ ազդեցության մնացուկ իսկ նույնիսկ 91 թվականի խորհրդային միության փլուզումից հետո այնուամենայնիվ խորհրդային միության բազմաթիվ հանրապետություններ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը ունեն բավականին հավասարակշռված նորմալ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Եվ ելի գամ ձեր հարցին, Արցախը պետք է տրվեր, որ Հայաստանի եւ արտաքին քաղաքական վեկտորը փոխվեր եւ ամբողջ փիլիսոփայությունը երրորդ հանրապետության։ Խոսքը ոչ միայն արտաքին քաղաքական վեկտորի մասին է, խոսքը գնում է փիլիսոփայության մասին եւ ես կարծում եմ, որ գլոբալիստական աշխարհում ազգային պետությունների դարաշրջանը մոտենում է ավարտին։ Նրանց համար չկան ազգային պետություններ եւ եթե նայում ենք նույնիսկ եթե համեմատենք արևմուտքի գոնե կոնտինենտալ մայրցամաքային Եվրոպայի առաջնորդներին ու Օրբանից հանած, որ եթե դասական նայենք շատ քիչ են, օրինակ չեք կարող էլի Մակրոնին համեմատել Շարլ դե Գոլի կամ նույնիսկ Շիրակի ու Սարկոզիի հետ։ Որակների Մերսին չեն կարող համեմատել, չգիտեմ, Կոլի կամ, չգիտեմ, նույնիսկ Ադենաուերի հետ։ Փոխվում է, ասինքն ազգային պետությունների ժամանակաշրջանը ինքը գոնե գլոբալիստների պասով զիջում է իր տեղը միջազգային վերպետական կազմավորումներին, չնայած Տրամպի գալով Միացյալ Նահանգներում Վենսի փոխնախագահ դառնալով կարողա փոխվի, չեմ կարող ասել, հիմա այդ պայքարն է գնում նաև Միացյալ Նահանգների ներսում։ Շատ կարևոր հարց բարձրացրեցիք, դրան կուզեմ, որ մի փոքր ուշ անդրադառնանք, բայց այ Արցախի մասով երբ փոխզիջումներից խոսեցիք, ձեզ նաև մեղադրում են ասելով, որ դուք եղել եք իշխանության ու դուք ունեցել եք հնարավորությունը հարցը փակել ձեր իշխանության ժամանակ եւ լուծում տալ հարցին։ Ինչու դա տեղի չի ունեցել, երբ բանը հասավ 20 թվականին։ Շատ բարձ, որովհետեւ մեզ համար երբ որ գլուխը ցավում, գլուխը չեն կտրում էլի։
Այսինքն գլուխը եթե ցավ, ավելի լավ է մի քիչ ցավա, քան թե հանես գլուխը կտրես, ասես գլխի այդ գլխացավի հարցը լուծեցի։ Գլուխը կտրելով գլխացավի հարց չեն լուծում։ Սա մեկ, երկրորդը, ինձ հայտնի չի կոնֆլիկտոլոգիայի մեջ մի հարց, որը հավերժական լուծվում է։ Դուք չգիտեք, որ այդպես է լինելու։ Բազմիվարկյան, բանակցային գործընթացում Հայաստանը չի հրաժարվել բանակցային փաթեթ, շատ կարևոր տարբերություն է։ Բանակցային փաթեթում առնվազն 2008-18 թվականներին Հայաստանի Հանրապետության եւ միջազգային հանրապետության, այն է Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի առաջարկված փաստաթղթերը Սերժ Սարգսյանը չի մերժել։ Դրա մասին երկու անգամ խոսել են համանախագահները 16 թվականի ապրիլի Մոնիկա ջան, դրա մասին խոսել է ասուլիսի ժամանակ Երևանում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, 21 թվականի հունվարի 13-ին դրա մասին Պաշտոնական հրապարակման մեջ գրել է ռուսաստանցի համանախագահ Պոպովը, որը ասել է, որ բանակցությունները նորմալ գնում են, մինչև Հայաստանի նոր իշխանությունները չմերժեց։ Այսինքն մեր ժամանակ Ալիևը մերժել է, բոլոր Չէ, Ալիևի մասին մի տեսեք։ Նշանակում է, որ հարցը իրենք տանում են այլ ճանապարհով։ Ոչ, հնարավոր Կոսովոյի հարցը, այսօր Կոսովոն կա, չէ։ Կա։ Սերբիան ճանաչել է։ Պարոն Շարմազանով, իսկ մեր խնդիրը ավարտեմ։ Մոնիկա ջան, ես գոնե փաստաթղթերը հրապարակվել են, դուք էլ գրագետ մարդեք կարող եք նայել։ Փաստաթղթերը մենք բանակցում ենք ոչ թե Ալիևի հետ, միջազգային հանրության հետ։ Մեր խնդիրը չի եղել Ադրբեջանի կողմից Արցախի ճանաչումը։ Մեր խնդիրն եղել է միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի Հարաքվեի ճանաչումը։ Ինչու չեղավ։ Ինչու չեղավ։ Այո։ Գնում էր այդ պահը։ Վերջերս նախագահ Սարգսյանը շատ լավ օրինակ բերեց, ասես 5 ամսում երեխան ծնվում է։ Օրինակ արաբո-իսրայելական կոնֆլիկտը լուծվել է, կիպրական կոնֆլիկտը լուծվել է, ասինքն դե եթե լուծման տարբերակը սա էր, սա լուծման տարբերակ էր, յուրաքանչյուր բանակցող ունի իր կարմիր գծերը, եւ մենք դրել ենք մեր կարմիր գծերը, եւ փոխզիջումներ էր գնում, եւ ամենակարևորը, մենք հասել ենք, մենք Նիկոլ Փաշինյանին ժառանգել ենք մի փաստաթուղթ, ես ինչի համար էինք, ասում առաջինը հենց հանրապետականներն են տարիներ առաջ պահանջել նրանից հրապարակել փաստաթուղթը։ Մենք իրան թողել ենք մի փաստաթուղթ, որտեղ առանց մեկ կրակոցի Արցախին տրվում էր միջանկյալ կարգավիճակ եւ Հարաքվեով հնարավորություն էր տրվում Արցախի կարգավիճակի որոշում հենց Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից։ Եվ որ ինքը լոլոներ էր կարդում, ասում էր դե պետք է Հարաքվեին մասնակցեին Ադրբեջանի բնակիչները, մենք տեսանք որ այդպես բան չկա։ Մենք տեսանք, որ եւ Կրակովյան տարբերակում, եւ հունիսյան տարբերակում, որը 19 թվականին առաջարկվել է, նման բան չկա։ Ինքը առանց մեկ կրակոցի կարար է հարցը լուծի, բայց ինքը իմ տպավորությամբ նպատակային տարել է պատերազմի, որ պատերազմով հանձնի Արցախը, բրծնի իր այդ երրորդ հանրապետության արժեքային բովանդակային հիմքից եւ Հայաստանը դարձնի իմ տպավորությամբ, որը կարծեմ շատ մոտ է իրականությանը թուրքական կառավարման գոտի։ Եվ 18 թվականին վերադառնալով, երբ որ 18 թվականի հեղափոխության մասին խոսեցիք, չնայած ինքը իմ համար վասական գունավոր հեղափոխություն էր, Իլհամ Ալիևը առնվազն 2 անգամ հրապարակային հայտարարություն է արել, որ Սերժ Սարգսյանի իշխանությանը ինքը իշխանություն չի ասում, բայց ես այդ իր մեջ բերումը չանեմ, Սերժ Սարգսյանի իշխանությունը հեռացնելու գործում Ադրբեջանը ունեցել է շատ լուրջ դերակատարում եւ մինչ օրս Նիկոլ Փաշինյանի ոչ մի անգամ դա չի երկել։ Խաղաղությանը հավատում եք։ Որևէ դեպքում։ Աստծուն եմ հավատում։ Անկախ իշխանությունից, այս պարագայում։ Ես տեսեք, իմ համար այս իրավիճակում իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Բայց ես ամեն գնով խաղաղությանն եմ դեմ։ Նսեմ ասած խաղաղությանն եմ դեմ։ Արժանապատվությունը կորցրած խաղաղությանն եմ դեմ։ Ձեր առաջարկը ո՞րն է։ Մեր առաջարկը ես ասել եմ։ Նախ առաջինը ձերբազատվել այս իշխանությունից, որը մեզ տանում է դեպի կահավիժում։ Հարցերի հարցն է, պարոն Շարմազանով։ Ավարտեմ էլի, հարց տվեցիք։ Առանց այս իշխանությունից, Մոնիկա ջան, առանց Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելու մենք չենք կարող մտածել ազգային պետության վերականգնման մասին։ Ոչ անվտանգության, ոչ արտաքին քաղաքականության։ Այս մարդու պարագայում, որտեղ ինքը լրիվ այլ ուղղությամբ է գնում։ Երբ որ քո կենտրոնական պաշտպանը քո դարպասի միշտ ինքնագոլ է խփում, ու արդեն մի անգամ չէ, մի 10 անգամ ամեն խաղի մի հատ գոլ է խփում քեզ։ Դու պետք է մեկուսացնես, չէ, այդ պաշտպանին։ Ինչքանոց մա դու լավ հարցակող ունենաս։
Ինքը ամեն րոպե քեզ գոլ է խփում։ Համ թշնամին է, հակառակորդն է քո դեմ, համ քո գլխավոր կենտրոնական պաշտպանը։ Մի Նիկոլ Փաշինյանը ճակերտավոր կենտրոնական պաշտպանը, որը միշտ Հայաստանի դարպասին գոլ է խփում։ Իրա պատկերացրած Հայաստանը եւ իմ պատկերացածը տարբեր է։ Այս է խնդիրը։ Մենք այո ունենք գաղափարական տարբերություն։ Իրա պատկերացրած Հայաստանը հետեւյալն է։ Ֆրանսիան, Ամերիկան ստեղ չեն գալու, Ռուսաստանը մեզ գցեց իր տարբերակով չի գալու, կարա այնա ես կգնամ Ալիևի ու Էրդողանի հետ կպայմանավորվեմ, կասեմ Էրդողան ջան, Ալիև ջան, ինչա պետք, ցեղասպանություն, ախպե դրանից չեմ խոսում։ Արցախ էջը փակում ենք, Արարատա խանգարում, Արարատը տարանք, այն մետրո մաշտոցը բանա, այդ էլ պատմական Հայաստանի մնացուկ է, այդ էլ քեզ եկեղեցին է խանգարում, եկեղեցին էլ էսա պարակտում եմ, всё, իմ կռիշեղի նորմալ կգաք առևտուր կանեք, բան կանեք, Հայաստանը կդառնա բան էլի, կոֆե շոփերի տեղ։ Իմ պատկերացրած Հայաստանը դա չի, բայց իմ պատկերացրած Հայաստանին հասնելու համար պետք է բոլորս քրտնենք, պայքարենք, դիմադրություն լինի։ Հիմա մենք սա է խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը լրիվ այլ բան առաջարկում։ Նիկոլ Փաշինյանը շատ բարձ Հայաստանը դնում է թուրքական աշխարհի վերահսկողության տակ։ Հիմա մեր հասարակությունը պետքա որոշի։ Անկախությունը գին ունի։ Այդ իրանք ուզում են մնան թուրքական աշխարհի տակ, թե ուզում են ունենան սահմանափակումներով, խնդիրներով, բայց անկախություն, որը կլինի ազգային ժողովրդավարական արժեքներով։ Դրա համար մի քանի տարբերակ կա։ Պարզա որ Թուրքիան եւ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի անվտանգային երաշխավորը դա Ալիևն ու Էրդողանն է։ Եվ միայն այն փաստը, որ ինքը հայ-ադրբեջանական բանակցություններում հրաժարվեց միջնորդներից, սա արդեն խնդրեմ է։ Դուք ինձ հարց եք տալիս, մենք խաղաղությանը հավատում ենք, եթե խաղաղության երաշխավորը Ալիևն է, ես ի՞նչը հավատամ։ Ալիևը խոսքի այսօր Նիկոլին խոսք ասվել, որ չի հրահարցակվի, վաղը այս ամեն ինչը կավարտվի, կասի 300,000 տեղը պետք է 1 միլիոն ադրբեջանցի գա Երևանում ապրի։ Հենց Նիկոլը դա չկատարի կհարցակվի։ Այսինքն Ալիևը անընդհատ շանտաժով իր բաները ավելացնելու է։ Միջազգային հանրությունը ինչի համար է։ Միջազգային հանրությունը երաշխավոր է, որ երբ որ մեկն ու մեկը կողմերից խախտում է, դու նրան դիմես։ Դրա համար կա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, դրա համար կա մեծ պետություններ։ Դրա ով կարա այսօր դրա դեմն առնի։ Իսկ հիմա 1 կամ 2 ուժ։ Մեկը Տրամպյան Միացյալ Նահանգներն է։ 20 թվականին տեսել ենք էլի միջազգային հանրությունը ոնց է մեզ օգնում։ Միջազգային հանրությունը օգնում են նրան եւ Նեժդեհը շատ ուժեղ խոսք ունի։ Ասма զինակցում են նրա հետ։ Ով որ առաջինը ինքը իր արժանապատվությունը պահում է։ Զինակցելու արժանի հետ պետք է կարողանաս։ Մենք զինակցելու արժի, եթե տեսեք, էլի ես չեմ ուզում որևէ մեկի չի կարող ամերիկացին, ռուսը, ֆրանսիացին մեր կառավարությունից ավելի հայանպաստ լինել։ Չի կարող։ Եթե մեզ թվում է, մենք ունեցել ենք 2 ծայրահեղական դիրքորոշում կամ մի անգամ ասել եմ, էլի overestimate underestimate, այսինքն գերագնահատել թերագնահատում ենք, կամ ծայրահեղորեն ասում ենք մեզ թերագնահատում ենք, կամ ծայրահեղորեն գերագնահատում ենք։ Հիմա մեզ թվում է ամբողջ աշխարհը բանուգործը թողած Հայաստանի հարցերով ասում։ Էխեշ Տրամպսկի Հայաստանի անունը չէր հիշում։ Հետևաբար մենք պետք է կարողանանք։ Մենք այդ նույն վերաբերմունք ունենք Ռուսաստանի հարցում եւ տեսանք ինչ եղավ։ Որ մասով։ Որ մեզ թվում էր, որ Ռուսաստանը մեզ միշտ փրկելու է բոլոր իրավիճակներում։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը այդ ժամանակ ճկուն գտնվեին եւ չանեին բաներ, որոնցից կարող էր օգտվել Ալիևը, ես համոզված եմ, որ ոչ պատերազմ կլիներ, իսկ պատերազմի դեպքում Ռուսաստանը կունենա շատ ավելի կառուցողական դիրքորոշում։ Ես ամենևին նպատակ չունենալով Ռուսաստանին արդարացնեմ, բայց իմ առաջին, այսպես ասած, հասցեատերը հարցերը Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է։ Եթե Նիկոլ Փաշինյանին համանախագահները հունիսին փողզիջումային փայլուն, այսօրվա վիճակում փայլուն առաջարկ են ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանը կանգնում ասում է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Եթե Նիկոլ Փաշինյանը համանախագահներին աթում նաեւ Ռուսաստանին ապսայտակցում գնում է Մյունխենում Իլհամ Ալիևի հետ նոր ինչ որ Մյունխենի բառը գիշերը ժամը 2-ին 3-ին մեկ էլ արտանում ենք, տեսնում ենք 6-ը թե 7-ը սկզբունքներ ա գրել։ Ինչ պետք է անեին։ Ինչ պետք է անեին։ Այսինքն մեզ թվում է քաղաքականության մեջ կամ մի մարտակին քաղաքականության մեջ Մոնիկա ջան, սա իմ երկարամյա փորձն է,
Շահեր, եւ դաշնակից լինելը չի նշանակում քեզ սիրի կամ քեզ պարտական լինի։ Դաշնակից լինելը քեզ նշանակում է, որ դու կարողանում ես այդ պետության հետ կամ այդ պետությունների հետ համադրես քո եւ իր շահերը։ Ես ձեզ հետ համաձայն եմ, բայց մեր հանրությունը այդպիսի տպավորություններում չի ապրել։ Մեր հանրությունը բացարձակ այլ պատկերացումներով է ապրել եւ այլ պատկերացումներ է ունեցել դաշնակից։ Դե մեր հանրության մեծ մասը մտածել է, որ 94-ին Տեր-Պետրոսյանը որ թողեր կհաստային Բաքու, բայց սխալ է, չէ՞ եղել։ Մեր հանրության մեծ մասը մութուց սուրտ է ասել 90-ական թվականները, որոնք եղել են հաղթանակի տարիներ եւ Փարտիրոջը առաջ անգամ 2006 թվականին ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մեր բանակի տարեդարձի առումով հենց օպերայի դահլիճում հայտարարեց, որ դրանք ոչ թե եղել են մութուց սուրտ, այլ դրանք եղել են հաղթանակի տարիներ։ Մենք այնքան միֆերով ենք ապրել, որ ես հանրությանը շատ հարգում եմ, ես էլ հանրության մի մաս եմ, բայց այդ միֆերը քաղաքականության մեջ դնելը կարծում եմ իրատեսական չէ։ Այ ես ուզում եի ձեզ անդադետ հարց տալ, ձեր խոսքը չկտրելու համար հետաձգեցի։ Ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը այվատ քաղաքականությամբ է գնում, բայց դրա առաջարկը հակառակ եւ հակընդդեմ առաջարկը ձեզնից են սպասում մարդիկ եւ գոնե պիտի տեսնեին ընդդիմության միավորում։ Բոլորդ համաձայն եք, չէ՞։ Բոլորը ասում են, բոլոր ընդդիմադիրները, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա, գոնե մեծամասնությունը, թե խորհրդարանական եւ թե արտախորհրդարանական։ Եվ դա տեղի չի ունենում։ Ինչու, պարոն Շարմազանով։ Եվ դրան զուգահեռ 1 տարի Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների, դա բոլորի համար ակնհայտ է, եթե ոչ ավել։ Բայց ընդդիմությունը կրկին пассив է։ Ոնց է տենց լինում, եթե անդադար քննադատում ենք, որ այս իշխանությունը վատն է, բայց ամեն դեպքում նստում սպասում ենք, երբ է 26 թվականը գալու, այս մարդը նորից ընտրվի։ Նա վատն ու լավը քաղաքական կատեգորիա չեն։ Այս անարդյունավետ հակապետական իշխանություն է, ըստ իս։ Երկրորդ, Մոնիկա ջան, մի քանի հարց տվեցիր, հերթով գամ։ Ես չունեմ նման հավակնություն ամբողջ ընդդիմության անունից խոսելու, բայց ես կխոսեմ բացառապես իմ անունից էլի։ Ընդդիմության միավորման պահով։ Ես դա արհեստական եմ համարում, որովհետև չի կարող բոլոր նրանք, ովքեր որ Նիկոլ Փաշինյանին չարիք են համարում կամ նրա կառավարության եւ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բոլորը մեկ զամբյուղով լինեն։ Չեն կարող, որովհետեւ շատ ակնհայտ է, որ ընդդիմության մեջ կամ բազմաթիվ ընդդիմադիր կամ շակերտավոր ընդդիմադիր ուժեր, որոնք օրինակ չեն պատկերացնում իրենց համագործակցությունը կոնկրետ Էդուարդ Շարմազանովի հետ։ Ին վրա ասեմ, որ ոչ մեկ չեղանա։ Ես չեմ պատկերացնում իմ համագործակցությունը էլի որոշ քաղաքական շրջանակների հետ, որոնք նրանք ընդդիմադիր են։ Հետևաբար արհեստական ցանկացած միավորումները ես դեմ եմ։ Ինչ որ մի փուլում դա էլի պայթելու է։ Այո, ես գտնում եմ, որ միավորումները պետք է լինեն գաղափարական, իսկ այդ գաղափարականը չի կարող էլի օրինակ մեկը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամակցման կողմնակից է, մեկը ներազգային գաղափարների շուրջ միավորվեն։ Ներազգային գաղափարը ո՞րն է։ Պետություն պահելու շուրջ։ Պետություն պահելու շուրջ միավորվում է, մեկի ճանապարհներն է, մեկի ճանապարհներն է, մեկն էլ գտնում ասում է հազար ներողություն, ասում է, մեկն ասում է ես էս նախկինների հետ չեմ ուզում ճամփայել։ Եկեղեցու հարցի շուրջ միավորվեն։ Թող միավորվեն։ Հիմա ես գտնում եմ, որ ռեալ չի Հայաստանի ընդդիմության միավորումը բոլորի։ Նախ պետք է հասկանանք ով է ընդդիմություն։ Այս վերջերս մեր Իշխան Սաղաթելյանը Հույդա Գերագույն մարմնի ներկայացուցիչը շատ հետաքրքիր առաջարկ է արել, մենք դրական ենք վերաբերվում այդ առաջարկին, բայց նույնիսկ տեսնում ենք, որ այդ առաջարկին զուգահեռ նույնիսկ կան ընդդիմադիր շրջանակներ, որոնց քարոզիչները էլի առավոտից երեկո հանրապետական են քննադատում։ Եթե ջենտլմենական համաձայնագիր կնքում ես, պետք է ջենտլմենական համաձայնագրում քեզ ջենտլմենի նման պահես էլի։ Ոչ թե քուրիկի, հազար ներողություն, հələ քուրիկները հազար ներողություն եմ խնդրում։ Այդ իմաստով ոչ կամ բամբասկոտի չի կարելի։ Ես դա չեմ տեսնում, աստվածտա լինի։ Ես այսօր դա չեմ տեսնում։ Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը առաջարկում է, ինչ ենք առաջարկում մենք։ Արմեն Աշոտյան մի քանի ամիս առաջ հետաքրքիր առաջարկ էր արել, ինքը ասում էր, որ մենք պետք է կարողանանք այս տրիպի հետ կապված բանակցենք առնվազն Միսկի խմբի համանախագահ
նախկին Մինսկի խմբի ամենախագահ երկրների հետ, միգուցե նաև Չինաստանի հետ, միգուցե նաև Պարսկաստանի հետ, որպեսզի այնտեղ լինի նաև շահերի համադրում, ոչ թե հակադրում, եւ փորձենք դրանով նաև հակադրվել պանթուրքիստական, թուրք-ադրբեջանական բալանսավորում, այո, էքսպանսիային։ Սա տարբերակ է։ Հակից այլ տարբերակ կա, մյուս կողմից այլ տարբերակ կա։ Սա պետք է քննարկվի, բայց այս տարբերակները անվտանգային, ես քանի որ շատ լավ գիտեմ իշխանությունը, պետություն անվտանգության գինը, ես կարծում եմ, որ նմանատիպ զգայուն հարցերը եթերում չպետք է քննարկեն, էլի, ասինքն պետք է նստեն քաղաքական դերակատարները առանձին ժամերով նստեն քննարկեն։ Միգուցե այդ քննարկումները գնում են, ես չեմ կարող ասել, բայց կան երկրի անվտանգային եւ ապագայի հետ կապված հարցեր, որոնք ըստ իս արդյունավետ չի եթերում դա բարձրացային քննարկելը։ Նիկոլ Փաշինյանը մնում է ինչի հաշվին, ասեմ, նախ եւ առաջ երկու բանի հաշվին։ Արտաքին աջակցության հաշվին, եւ այդ արտաքին աջակցությունը ակնհայտ է, որ այս փուլում առաջինը հավաքական արևմուտքից կամ գլոբալ արևմուտքից ու Թուրքիայից ու Ադրբեջանից է, ամեն մեկի առանձին շահերն ունենալով, Ռուսաստանի գլուխը Ուկրաինայում խառն է, նրանք փորձում են Հայաստանից ստանալ երկրորդ հակառուսաստան, ինչքանով դա կստեղծվի, չի ստեղծվի, չգիտեմ, գործը հասել է նրան, որ Հայաստանի իշխանությունները Եվրամիությանը դիմում են, որ իրանց փող տան, իրանք հիբրիդային պատերազմների դեմ պայքարեն։ Հետո ասում են բանն է, հետո մեզ են ասում ռսաստրուկ, ինքնիշխան, չէ, կոշիկ լիզող, մի կոշիկ լիզողն ով է, մոռանանք որ կենտրոնից են ուզում։ Հիմա եթե ընդդիմությունը օրինակ Չինաստանին դիմեր, Պարսկաստանին կամ Ռուսաստանին կամ չգիտեմ որևէ այլ երկրի, ասել ինձ գրանտ տվեք, որ իշխանության դեմ հիբրիդային պատերազմի դեմ պայքարեմ։ Չէր ելնելու Նիկոլն ասի, այ ռսաստրուկ էր, այ չինաստրուկ էր, այ պարսկաստրուկ էր, բա հմի, ինչ կապ ունի, եթե դու անկախության ու ինքնիշխանության համար ես եկտում, դու ոնց ես Եվրոպական միությանը դիմում, որ քեզ փող տա, որ դու քո դիմության դեմ պայքարես, դա է ինքնիշխանությունը, իսկ սա առաջի փաստը, որ ինքը ունի արտաքին աջակցություն։ Երկրորդը մենք դեմա պայքարում հիբրիդայինը ձեր կողմից էլ է, այդ վտանգները ձեր կողմից էլ է։ Ես չգիտեմ, բամ դեմա պայքարում։ Դրսից կարծում եմ։ Դրսից ո՞րն է։ Ռուսաստանի։ Երեք օր առաջ Ռուսաստան չէր։ Միշուստինի հետ չէր հանդիպում։ Դե մենք 2 ամիս առաջ 3 անգամ Պուտինի հետ հանդիպեց։ Հələ մի հատ կողմնորոշվեք։ Այժմ նախագահն ասում է Ռուսաստանը հիբրիդային պատերազմ անում, Նիկոլը մի ամիս Ռուսաստանից տուն չէր գալիս։ Հիմա էս էլ է անհասկանալի, էլի։ Երրորդը մենք լուրջ հոգեբանական տրավմա տարած ժողովուրդ ենք այս փուլում։ Նիկոլ Փաշինյանը, Մոնիկա ջան, իրականացնում է սեփական ժողովրդի նկատմամբ ահաբեկման ու շանտաժի քաղաքականություն։ Հիշում եք ինքը ասում էր ինքը մեզ չէ, բաց ինքը այն ժամանակ մեզ ասում էր հանրապետականները ասում են ՕԴԿԲ-ում մնանք, որովհետև եթե չնի ՕԴԿԲ-ին Թուրքիա մեր վրա կհարձակվի, ադրբեջանցին կհարձակվի, հիմա ինքը ինչի մեզ մեղադրում է, տասնապատիկ ավելի ինքը այսօր հայ ժողովրդին ասում է, եթե դու ոտքի կանգնես, քեզ ադրբեջանցին կսպանի, թուրքը կսպանի, պատերազմ կլինի, Արցախի մասին եթե խոսած զոհեր կլինեն, այս մարդկանց մտցրել է մեծ սնայպերի տակ, ասպա սաղը պոլին պարկ եք պապլաստունսկի, հենց գլուխը բարձրացրեց թուրքերը խփելու եք։ Հիմա էլ ազգովի պոլին պարկսրել է, որ սաղ շողոքորթը մեկը հենց ուզենա մեջկա ուժեղացնի, սնայպերով խփեն։ Ինքը սեփական ժողովրդի նկատմամբ իրականացնում է ահաբեկման քաղաքականություն, իսկ այս ժողովուրդն են մեծ մասը կամ մի մասը մարդիկ, որոնք տեսել են 20 թվականի պարտություն, տեսել են պատերազմ, փոքր ժողովրդի, փոքրականակ ժողովրդի համար այդ հազարավոր զոհերը թեկուզ 5000, 4000, դա մի հատ մեծ տրագեդիա է, էլի, մենք նես չենք 100 միլիոն բնակչություն չունենք, որ 5000 զոհը մեր աշկին չերևա, էլի, հայաթափում Արցախի մարդիկ այսօրվա վիճակ, ինքը ահաբեկման մեջ է պահում, ինքը ոնց որ Ալիևի հետ պասերով, իմ տպավորությամբ կամ Էրդողանի, ամեն ինչ անում է, որ այս մեր ազգային ոգին չբարձրանա։ Սա շատ դուրս խնդրեմ է։ Իմ մոտ դες տպավորությունն է երբեմն լինի, որ այս Թուրքիայում նստել են, որոշել են, որ սենց հալնել է, որ 15 թվականին այս հայերին լավ չեն մորթել։ Լավ չենք սպանել, լավ չենք աշները վախացել, որ սրանք 18 թվականին Սարդապատի ճակատամարտ են տվել, պետք է այս անգամ վերջնականապես ողնաշերներն էս ջարդենք, որ սրանք կյանքում չմտածեն ոչ Արարատ լեռի, ոչ Արևմտյան Հայաստանի, ոչ Արցախի, ոչ էլ ազգային որևէ երազանքի մասին։ Ու դրա մեջ ինչ պետք է լինի։
Հին հունականում Հոմերոսը տվել է, էլի։ Տրոյականցին ներսից ալնում, ներսից դարպասները բացեցին, հիմա ահաբեկում է։ Այդքանի, այդ է տարբերակ։ Ու այս իմաստով, Մոնիկա ջան, ինձ էլ են շատ ասում, ընդդիմությունը սենց ասում, ընդդիմությունը ինչու չեք ասում, շատ բարդ է, տրավմատարած, ահաբեկված հասարակության հետ, պրագմատիկ, ռացիոնալ խոսք ասելը։ Նիկոլ Փաշյանը ռացիոնալ չի աշխատում։ Նիկոլ Փաշյանը զբաղված է ազգին ամեն օր վախացնելով։ Այդ սիրտն է իր վախացնել։ Ինքը վախացնում է, ինքը շանտաժ է անում։ Ինչ ասում, այն օրը մտել է հանգից եթեր, ասում է, այդ որ ասում են Արցախի էջը փակված չի, դա ուղիղ պատերազմի կոչ է, դե պատերազմներ եղավ, նորանոր զոհեր։ Всё։ Դե հիմա պանիկայի մեջ ահաբեկված ժողովրդին, որ քու պետության ղեկավարը ահաբեկում է, ու ամեն օր վախացնում է, որ Ադրբեջանը քո վրա կարա հարձակվի, եթե իրան չընտրես։ Այս խեղ ժողովուրդը ինչ պետք է անի։ Ես հազարավոր մարդիկ, հազարավոր չէ, բայց հարյուրավոր, գոնե արդյունավետ տասնյակ մարդիկ եմ ճանաչում, ում երեխեքը թողներ այսօր ծառայության մեջ են, այդ մարդիկ ատելով ատում են սրա քաղաքականությունն ու իրան։ Բայց ես համոզված եմ, որ ընտրությունները եթե լինեն, ես էի ուզում սա էլի ահաբեկվի ասի, հենց ինչ չընտրիկ, ձեր երեխեքը սպանվելու են, կարող է գնան իրանց երեխու խաթր, ես չգիտեմ, ասի սա է, բաց մի բան պետք է։ Էլի ձեզ են մեղադրել, ասել են ընդդիմությունը լավ չէ։ Բայց այս ժողովրդի մի բան եմ ասում, ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանն ու խաղաղությունը ոչ մի կապ չունեն։ Նիկոլ Փաշինյանը խաղաղության հակառակ էլեմենտն է։ Նիկոլ Փաշինյանի բանով քաղաքականության արդյունքում մենք պատերազմը զոհեր ենք բերել։ Ինքն է ընդունել, որ մենք կարող ենք զոհեր չունենալ։ Ինքն է ասել, արդյունքը նույնը կլներ առանց զոհերի։ Սա նշանակում է, որ ինքը ձեր երեխաներին տարել է, որ զոհվեն։ Գիտակցված, եթե մարդ ասում արդյունքը նույնը կլներ, բայց առանց զոհերի։ 20 թվականի պատերազմի ժամանակ էլ հոկտեմբերի 19-ին ընդունում է, որ պարտված է, բայց պատերազմը չի կանգնացնում, ու հաջորդ օրը մի հատ էլ մտնում է ուղիղ եթեր ասում է, կասկավ ռոնիժիլետ հակեք գնացեք, երբ որ գիտի, որ օդը բաց է, բա նա իրավունք ունի խաղաղության մասին խոսելու։ Նիկոլ Փաշյանից ազատվել է եւ բարոյական, եւ քաղաքական, եւ ապագա ունենալու ու խաղաղության հասնելու խնդիրը։ Ճանապարհները որոնք են, ես չունեմ այդ հավակնությունը ասեմ բարձրաձայն, առանձին իմ ընդդիմադիր ընկերների մասին խոսում, բայց գոնե Աստված չանի, եթե հասնենք ընտրության, գոնե ամեն մարդ մի բան հասկանա, որ Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի դեմը պծիճկա անելով, մենք պծիճկա ենք անում արդեն, չգիտեմ, միգուցե Հայաստանի հայաթափմանը, Հայաստանի ադրբեջանացմանը, նոր պատերազմի, նոր շանտաժի։ Ալիևը Նիկոլին լավ ճանաչելով ասել է, չէ, ադրբեջանցիք տանկերով չեն մտնելու, մեքենաներով են մտնելու։ Եթե Նիկոլն ամեն ինչ տալիս է, հանգիստ գալիս է, էլի։ Էս եմ ասում, իսկ մենք ցույց չտանք, որ մենք կարող ենք ազգային դիմադրություն ցույց տալ, մեզ այդ ոչ մեկ հաշվի չի նստելու։ Հավատացեք, ես եղել եմ մինչև 18 թվականը, 20 թվականը տարբեր միջազգային վեհաժողովներում, եղել եմ 21-ից հետո։ Կապ չունի դու ընդդիմություն ես թե իշխանություն։ Մեր հասարակությանը եւ մեզ բոլորիս շատ զարմացած են նայում եւ Արևմուտքում եւ Ռուսաստանում եւ ամեն օր, որ մենք նենց փաստորեն լեգիտիմացվեց Արցախի հանձնումը 21 թվականի ընտրություններով։ Ինչ վերաբերվում է, տեսեք, հիշում եք Մոսկվայում ես որ ելույթ ունեցա։ Որ թվական։ Ես դեռ չէ որ ելույթ ունեցա ադրբեջանցի քեզ որ հակադարձեցի։ Ոգևորություն եղավ, չէ՞։ Բայց ինչի՞ց է, ինչ է արել որ այդպես ոգևորություն եղավ։ Այսինքն մեր բանը ինքնագնահատական է, այնքան էլի չէր, որ մի հատ Հայաստանի քաղաքական գործիչ, կապ չունի դա ես եմ թե մեկ ուրիշը, համարձակություն ունի խոսելու Արցախի ինքնորոշման իրավունքից եւ էթնիկ զտումից, մենք ամբողջ սոցցանցերում 2-3 օր դա գովաբանում ենք։ Մինչև 18 թվականի Հայաստանում դա նույնիսկ աննկատ կմնար։ Սա է, ես պատրաստի բաներ չունեմ, Մոնիկա ջան, չխափեմ։ Պատրաստի դեղատոմսեր չունեմ։ Ես մեկ-մեկ գալիս եմ նայում եմ եւ ձեր եթերում եւ մնացած եթերներում իմ շատ հարգելի գործընկերներ բացես նստում են դեղատոմս են տալի։ Բայց եթե դեղատոմսը գիտեք տղաներ, բազազերշ կան ինչումն է։ Ես դեղատոմս չգիտեմ։ Ես մի բան գիտեմ, որ այս մարդու եւ այս թիմի մի օր ավել կառավարումը
մեզ տանում է դեպի անդունդ։ Իմը գլխավոր ապավինումը Աստված է, մեկ էլ այն որ հայրենիքի նկատմամբ սերը անկախության գաղափարների նվիրումը ավելի ուժեղ կլինի յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու մոտ, քան Նիկոլի շանտաժի ու ահաբեկումից վախը։ 26 թվականից հետո Հայաստանի նոր փուլ է սկսվելու։ Իսկ Հայաստանի նոր փուլը արդեն սկսվել է։ Ես երբ որ հիշում եք, ես մի քանի անգամ մինչև նույնիսկ սրա ասել է, որ ասում էր երրորդ հանրապետություն չկա, չորրորդ են գնում, ասեմ նույնիսկ ձեր նախկին եթերներում էլ եմ ասել, երրորդ հանրապետություն դասական իմաստով գոյություն չունի Մոնիկա ջան։ Երրորդ հանրապետությունը առանց Արցախի ինքը այն չէ էլի, ոնց որ մի ոտով լնես էլի, կամ մի ձեռքդ կտրված լինի, կամ մարմնիդ մի հատ ուղեղդ կամ սիրտդ քեզնից հանած լինեն։ Երրորդ հանրապետությունը ինքը Ղարաբաղյան շարժման հետևանք է, ինքը Ղարաբաղյան շարժումով ա ծնվել, ինքը միացում գաղափարով ա ծնվել։ Պատահական չի 89 թվականի դեկտեմբերի 1-ի այդ Ղարաբաղի ու Հայաստանի միավորման գաղափարը, միացում գաղափարը դրված ա եղել անկախության հռչակագրում։ Պատահական չի, մենք մի քանի հիմնասյուն ենք չէ ունեցել երրորդ հանրապետություն, դա եղել է միացում գաղափարը, դա եղել է Հայաստան-Արցախ սփյուռք եռամիասնությունը եւ դա եկեղեցու բացառիկությունը։ Արցախը չկա, սփյուռքում այլևս Հայաստան սփյուռք տենց այդ Արցախի պետական մակարդակով այդ կապը չկա, եկեղեցին էլ պարակտեցին պրծան։ Արդեն վերջ։ Դե վերջ թե վերջ, բայց պարակտված է, ես չեմ ասում վերջացած, ասեմ պարակտված է։ Դուք կպատկերացնեք, որ 10 եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս, 10 սրբազան կարող են վեհափառի հրաժարական պահանջել։ Դա երբ չգիտեմ, ինքը կամած գնում է, իսկ դրանում իրան օժանդակում են այն աշխարհակաղակական կենտրոնները, որոնց համար ազգային պետությունում, Հայաստանում ազգային պետություն պրոյեկտը, երրորդ հանրապետություն պրոյեկտը խանգարում է թուրանական պրոյեկտին։ Իսկ ձեր գաղափարներին աջակցողներ չկան դրսում։ Հանրապետականը միշտ եղել է Հայաստանակենտրոնուշ։ Մենք գործընկերներ ունենք եւ Եվրոպայում, եւ Ռուսաստանում, եւ Չինաստանում, եւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ ենք ակտիվ համագործակցում, Արմենիաշության վերջերս է վերադարձել, եւ ես եւ իմ մասով շատ եւ փեկուսակցությունը Հենրիխ Դանիելյան, Հայկ Մամիջանյան, տարբեր Տիգրան Աբրահամյան, մեր падգամավորները բոլորը շատ ակտիվ աշխատում ենք ռուսական Եդինայա Ռոսիա կուսակցության հետ։ Մենք դեռևս 2007 թվականից ունենք Եդինայա Ռոսիայի հետ համագործակցության հուշագիր, այս տարի 2 անգամ Մոսկվայում ենք եղել, դա լուսաբանվել է, որ Չինաստանի կոմկուսի հետ ունենք, բայց այդ ամեն ինչը մենք իրականացնում ենք հիմք ունենալով Երևանի շահը։ Հավոզված եղեք, հանրապետականը երբեք ոչ Բրյուսելից, ոչ Մոսկվայից, ոչ Վաշինգտոնից, ոչ էլ Պեկինից հրահանգներով չի շարժվել։ Հանրապետականը գնահատելով բոլորի աշխարհակաղակական կշիռը, դաշնակցին գործընկերոջից տարբերակելով, փորձել է համադրել իր պետական շահերը, այդ պետության պետական շահերի հետ եւ նույնիսկ նրանց շահերն էլ համադրել այսեղ ոչ թե հակադրել։ Նիկոլ Փաշինյանն ինչ է անում։ Նիկոլ Փաշինյանը հակադրում է այս տարածաշրջանում Եվրոպան ու Ռուսաստանը։ Այն ինչը չարավ Վրաստանը, ինքը այդ անում, այսինքն այսօր եվրոպացիք ինչ են Նիկոլին օգնում, կարող է սիրուն աշկերի համար։ Այդ որքան սրբազանա բռնված, բարերի արա բռնված, քաղաքական գործիչների համար Դավիթ Նահամբարձմյանի impeachment-ի վարչապետի տեխնատուն բռնված 40-50-ից ավել քաղբանտարկյալ կա։ Ինչու աշկերը փակում։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը այն ինչ որ Վրաստանի ղեկավարությունը չարեց հիբրիդային պատերազմ Ռուսաստանի դեմ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անում է։ Բայց դա կարող է շատ վաղը որ Ուկրաինան պատերազմը ավարտվի ու ըստեղ մեր տարածքում գսենք Արևմուտք եւ Ռուսաստան հակամարտությունը լինի, Նիկոլ Փաշինյանը ինչ է անելու։ Խելացի ղեկավարը իր տարածքից հեռացնում է, ասում է իմ տարածքում կռիվ մի արեք։ Խելացի մարդը, դու բերում ես, ասում ես բոլորին բերում ես, ասում ես եկեք իմ տարածքում իրար թատերաբեմ է, պոլիգոն է սարքում Հայաստանը, այն կողմը Իրանը։ Հələ գոնե Աստվածտա Պուտին Տրամփ կարողանան այս Ռուսաստանը այս ամերիկյան նոր էլիտայի հետ փորձում է լեզու գտնել, միգուցե լեզու գտնեն, այս բան, բայց Աստված մի արասե դու Եվրոպայի
ասելով գործը հասկանա, որ եվրոպական պաշտոնյաները հայտարարում են, որ իրանք ակնկալում են, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ սանկցիաներ կկիրառի։ Արա դա քո խելքի բանն է։ Վրաստանի ղեկավարությունը որևէ մեկը պրոռուսական չի կարող անվանել։ Այդ մարդիկ ազգային իշխանություն են, բայց իրենք չմտան այդ խաղի մեջ։ Պարզա չէ, վարչապետ Կոբախիձե, Մոնիկա ջան, 2 թե 3 անգամ հայտարարեց, որ արևմուտքից իրենց ուղիղ հուշում էին երկրորդ ֆրոնտ բացել կամ հակամարտության մեջ մտել Ռուսաստանի հետ։ Բայց իրանք իրենց պետական շահի ձեռնելով չարեցին։ Հիմա ես մի բան, երբ որ ԿՊ-ի падգամավորները առավոտից իրիկու որևէ ՄԱԿ անդամ, անվտանգության անդամ խորհրդի լուրջ պետության, ասինքն Միացյալ Նահանգներ կլինի, Ֆրանսիա կլինի, Մեծ Բրիտանիա կլինի, Չինաստան կլինի, թե Ռուսաստան։ Իսկ բացվյալ դեպքում Ռուսաստանի դեմ հայտարարություններ անում, ոչ բարյացակամ, մեղմ ասեմ։ Դա Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի անվտանգությունը ինչով է սպասարկում։ Ոչնչով։ Իսկ յանից օգտվեց ինչ արա Ալիևը։ Իր գործանումը համանդեղ աշխատում, համանդեղ։ Նիկոլ Փաշինյանի ապաշտյալ քաղաքականության արդյունքում մենք չունենք դաշնակիցներ, փաստացի, նոր դաշնակիցներ չենք ունեցել։ Նե՞ չէ որ նոր դաշնակից ունեցել ենք, էլի։ Լավ ջանդամ, ասենք լավ, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացրեց, Միացյալ Նահանգները դարձավ մեր դաշնակիցը, մեր անվտանգության երաշխավորը, ասենք հա դե լավ։ Բայց ինքը նույնիսկ Տրամպը ընդ վկա է։ Գրածա վկա, այդ մարդը որևէ միջնորդական երաշխավորի դեր չունի։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ Մոնիկա ջան։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց։ Կհանդիպենք լավ եղեք։